Օրինակ, բարերար Սամվել Կարապետյանը կալանքի տակ է եկեղեցուն պաշտպանելու համար, ինչպես եք վերաբերում բարերարի կալանքին։ Անարխիստին տուր օրենք կանոն, նա որ չգիտի օրենք կանոն, օրենք կանոնի գիտեցողին ինչ կանի, բերդ կտանի, եկեղեցու պաշտպանողին խփում են, թող են դել կանտանեն, դադեն, ես վախում չեմ դրանց, ոչ դադից, ոչ դիվանից։ Անհապաղ ազատել, առանց այլև անհապաղ ազատել։ Ես Սամվել Կարապետյանին շատ հարգում եմ, ինքը շատ լավ մարդ է, բայց երբ որ քաղաքականությանն է մնում, ես ոչինչ ասել չեմ կարող։ Նա բարերար մարդ է, ես քեզ ասեմ։ Հա, լավն է։ Տենց ոնց կարող է մեկը եկեղեցին պաշտպանելու համար, ոնց կարող մարդը կալանքի տակ լինի։ Կոնիկոլ վարչապետը ոչ մեկի թիկունքին չկաղնեց։ Սամվել Կարապետյանն էլ կալանավորեց, ինչի մար։ Ինչ էր արել այդ մարդը։ Եկեղեցու թիկունքին կաղնեց, տասիպին դրա համար չի կարելի էլի, չի կարելի այն բանամ։ Մեծ սխալ է։ Ոչ մեկին էլ ոչ մի սրբություն պաշտպանելու համար պետք չէ կալանավորել։ Ինքը լեր ազատության մեջ ոչ թե որպես լոռեցի, ինքը շատ հայրենասեր մարդ է մեծատառով, բարերար։ Էսի սխալ բան է։ Ինքը բարերար է, բոլորին օգնում է, Ղարաբաղում էլ է, ինքը երկու հատ հիվանդանոց կանգնեցրել իրեն ուժերով։ Շատ սխալ կալանք էր դա, այդ մարդուն պետք է հասկանալ, այդ մարդը հայ կողմն է ու հայ է։ Գիտեք, ուրախ եմ, որ բարերարներ ունենք մենք շատ, իսկ ով պաշտպանում է մեր եկեղեցուն, նշանակում է ինքը զտարյուն հայ է։ Մենք եկեղեցով ենք, մենք քրիստոնյա ենք, մենք մոլորակի առաջի քրիստոնյաներն ենք։ Չի կարելի նման տեսակի մարդկանց, ես անձամբ չեմ ճանաչում ոչ մեկին, նման տեսակի այդ տեսակ հարցերով նեղացնել։ Շատ բացասական։ Նույնիսկ կարամ օրինակ բերեմ, Նիկոլը այս Հայաստանի համար որևէ մի լավ բան արած կա, կինը ունի բարեգործական ծրագիրներ, հայկական մեր զինվորների համար կամ մանուկ մատխաշ երեխեքի համար մի լավ բան արած կա, չկա։ Հիմա ես էլ եմ կանգնած ձեր դիմը ասում եմ, մենք էլ մեր ձևով պետք է պայքարենք, մեր եկեղեցուն ոնց ասած պաշտպանենք։ Հիմա կարող է ինձ կալանավորի։ Հիմա մտնենք մեր համալիրը, որը առողջապահական, ասենք այդ համալիրը, որ սարքվել է, ինքը գնացել էր բացմանը, իսկ ինքը չգիտեր, որ այդ սարքողը այնտեղ էլ է Սամվել Կարապետյանը, հիմքը դրել է Սամվել Կարապետյանը, ընդամենը գնում են մի հատ կարմիր լենտ են կտրում, ցույց են տալի, որ մենք ինչ-որ մի բարեգործական գործ ենք կատարել։ Պետության մեր եկեղեցում այդ անվտանգությունը մեր արժեքներն են ու իոք մեր պետության վտանգ ասպառնում, այդտեղի մեկոն չկա, այդտեղ բոլորը պետք է ոտքի կանգնեն ու մի գաղափարի շուրջ միավորվեն։